Օրեր շարունակ համացանցում ակտիվորեն քննարկվում է բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, ինչպես շատերն են նշում, սա որևէ այլ դրդապատճառ չունի, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումը։ Այս օրերին նաև բազմաթիվ հրապարակումներ էր անում Կարապետյանի դուստրը, նրա եղբորորդին ևս ակտիվ էր իր հրապարակումներում։ Այս անգամ ներկայացնում ենք Կարապետյանների ընտանիքը, նրանց լուսանկարները, եթե ինչպիսի կյանքով էին ապրում նրանք, ներկայացնում ենք կադրեր, որոնք Կարապետյանները հրապարակել են ինստագրամյան հարթակում։ Համացանցի օգտատերերն իրենց դժգոհությունն են արտահայտում ստեղծված իրավիճակի շուրջ։ Հայ հայտնիներից շատերն իրենց աջակցությունն են հայտնել բարերարին, սակայն ինչպես երևում է ինստագրամյան հարթակում մեծ ակտիվություն ունեցող Ալեքսանյանների ընտանիքը լուռ է։ Ինչու՞։ Չգիտես թե ինչու է լռում Ալեքսանյանների ընտանիքը, երբ անհիմն ձերբակալվում է իրենց քավորը։ Թե ով դրանցից առաջինը կխոսի եւ կարտահայտի իր դժգոհությունը, դժվար է ասել։ Հետևենք իրադարձությունների հետագա զարգացմանը։ Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնաբանություն է թողել Սամվել Կարապետյանի դստեր հրապարակմանը կից Սամվել Սարգիսովիչ, միայն առաջ, մենք ձեզ հետ ենք։ Կիրկորովի այս հայտարարությունը ինստագրամյան հարթակում մեծ ոգևորությամբ է ընդունվել։ Բարերարի դուստերն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայրիկի լուսանկարն ու կիսվել նրա արտահայտած մտքերով։ Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը իր որևէ նպատակ հետապնդելով հոշոտի մեր սրբությունները։ Այս հայտարարությամբ ավելի վաղ հանդես էր եկել բարերար Սամվել Կարապետյանը։ Վարչապետ Փաշինյանի գրառումից 3.5 ժամ անց Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված ջոկատները շրջապատեցին Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը։ Ահածականները շարունակում են խուզարկել գործարարի մոնումենտի առանձնատունը։ Իրավապահների այցից 1 ժամ առաջ Տաշիր գրուպի սեփականատերը Մայրաթոռի մոտից պաշտպանել էր հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից։ Փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին, լրագրողի հետ զրույցում հայտարարել էր Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի հայտարարությանը Նիկոլ Փաշինյանը նախ հարցերը կնքեց Facebook-յան էջով։ Առանց անունը նշելու սպառնաց պասիվացնել ակտիվացված գործարարներին, բռնկաբարո հոգևորականներն ու նրանց բռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում, ընդմիշտ։ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին իրավապահները դեռ ոչինչ չեն հայտնում, բայց լրատվամիջոցները գրում են։ Ոստիկանությունից Ազատությանը փոխանցեցին, թե մի խումբ անձանց բերման են ենթարկել, բայց կոնկրետ գործարարի մասին հստակ չասացին։ Իրավապահների գործողություններին զուգահեռ Հայաստանի ղեկավարը նորից գրեց. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապրի գեղը չի, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ պետության համը բերաններդ կմնա»։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարն էլ ազգային ժողովում սպառնաց գործարար Կարապետյանին, թե զբաղվելու ենք քո հարցերով։ Սամվել Կարապետյան, գնա զբաղվի հեծովդ, հեծի որակը ապահովի, որ մարդկանց լույսերը չանջատեն։ Կրկեսի շինարարությունն ավարտին հասցրու, այն պարտավորությունները, որ ստանձնել ես, քեզ ինչ-որ տարածքներ են տվել, որ այդտեղ աշխատանքներ իրականացնես։ Չես իրականացրել, իրականացրու, թե չէ մենք, որպես Հայաստանի Հանրապետություն, իշխանություն, ինստիտուցիոնալ ձևով զբաղվելու ենք քո հարցերով, հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը։
Նախազգուշացնում եմ, ի պատասխան տվյալ անձնավորության անիմաստ հայտարարություններին, հավելեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը։ Ավելի ուշ Տաշիր ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը տարածեց Սամվել Կարապետյանի հետևյալ պաշտոնական հայտարարությունը. հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի, թույլ չեմ տալու, որ որևէ մեկը իր որևէ նպատակը հետապնդելով հոշոտի մեր սրբությունները։ Ռուսական ՌՏ-ին էլ գործարարն ասել է. ուզում էին մասկի շոու անել ու ինձ ձերբակալել, իսկ մարդիկ, հասարակ մարդիկ, որոնք հավաքվել էին Բաքում, հակահարված տվեցին։ Մայրաթոռը արձագանքելով այս իրադարձություններին հայտարարեց. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայոց եկեղեցում աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար Սամվել Կարապետյանին եւ այս պահին խուզարկվում է նրա տունը։ Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը, հորդորում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև վարչապետի խոսնակը։ Ինքնակոչ սրբադասվածը, որի պատկերը Մայրաթոռի գանձարանում է, Հյուսիսից ստացած դասական մեթոդիկայով որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա մենք մեր ձևերով ենք միջամտելու։ Չեմ հասկանում, հովարային անջատում է, թե թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։ Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։ Հայաստանի պետականության դեմ մարտնչող Տաշիր Սամոների, Արա Աբրահամյանների և Պիպո Եղապատակ արբանյակներն ակտիվացել են։ Ինքնալյուստրացիա մինչև վերջ, խայտառակվեք, կանգ մի առեք, գրել էր Նազելի Բաղդասարյանը։ Քիչ անց էլ վարչապետը գրեց, ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ, ձեզ։ Ավելի ուշ Փաշինյանը մեկ այլ գրառում էլ արեց Facebook-ում։ Բա միջամտի արա, ինչ ես չուլանում պաղկվել։ Նիկոլ Փաշինյանի թիրախում նաև Մայրաթոռի դիվանապետն է։ Հոգևորականների կուսակրոնության հարցը երկրի թիվ 1 օրակարգ դարձրած Փաշինյանը պահանջում է կարգալույծ անել Արշակ Սրբազանին։ Արքեպիսկոպոսը երեկ քննադատել էր վարչապետին, հեգնել, թե տպավորություն է Արցախը հանձնելն ու տարածքներ զիջելն էլ կուսակրոնության ուխտը խախտելու պատճառով է եղել։ Կտրիչ Ներսիսյան, այդ պոռնկաբարո Արշակ Սրբազանի դասա վեր ընկնի տեղը, բառից բուն իմաստով վեր ընկնի տեղը և բառից բուն իմաստով պոռնկաբարո, գրեց վարչապետը։ Հայաստանի ղեկավարն այս գրառմամբ չհանդարտվեց, մեկ ժամ չանցած նորից հիշեց Արշակ Սրբազանին։ Նախկինում հնչած քննադատությունները հաշվի առնելով, պոռնկացած բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու եմ բացառապես կանոնագիր Քայոցի բառապաշարը։ Կանոնագիր Քայոցը հայ առաքելական եկեղեցու դարերով ձևավորված վարքականոնների ժողովածուն է։ Դրանում է գրված, որ պոռնկացած arczepiskopos-ը տվյալ դեպքում Արշակ Սրբազանը պետք է կարգալույծ արվի։ Նկատի ունեմ հենց այդ բառերով է գրված մեր եկեղեցու կանոնների ժողովածուի մեջ։ Կանոնագիր Քայոցի բնորոշմամբ է Արշակ Սրբազանը պոռնկաբարո։ Սպասենք Կտրիչ Ներսիսյանի արձագանքին, որ իրեն նույնպես բնորոշենք միայն ու միայն կանոնագիր Քայոցի սահմանումներով, էլ ոչ մի դոմփել։ Հայաստանի ղեկավարը շարունակում է պահանջել, որ ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա վեհարանից։ Փաշինյանը պնդում է, որ վեհապարը խախտել է կուսակրոնության ուխտն ու զավակ ունի, նրան որպես հայրապետ չի ճանաչում և դիմում է աշխարհի կանոնով Կտրիչ Ներսիսյան։ Գարեգին II իշխանության հարձակումներին զուսպ էր արձագանքել։ Եկեղեցուն և եկեղեցականությանը վերաբերող հարցերը եկեղեցու կարգած և կանոնած համաձայն քննարկվում են համապատասխան մարմինների կողմից։ Ավելին, ասելիք չունեմ։ Վարչապետին անգամ չի կանգնեցնում մայր օրենքը, որտեղ ամրագրված է եկեղեցին անջատ է պետությունից, մեկ այլ օրենքով էլ հաստատված է եկեղեցու ինքնիշխանությունը, բայց Փաշինյանը քայլեր է սկսել, որ գահընկեց հանի կաթողիկոսին, օրինական ճանապարհով դա հնարավոր չէ։ Հայոց հայրապետն ընտրվում է ցմահ ու կառավարության ղեկավարը զարտուղի ճանապարհներ է որոնում նոր կաթողիկոս ընտրելու համար։ Հայաստանի իշխանության այս գործելավոճը դատապարտել է Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսությունը։
Կաթողիկոսությունից զորակցում են Գարեգին II-ին, վեհափառի ու հոգևորականների դեմ Փաշինյանի պայքարը անվանում հարձակողապաշտ վերաբերմունք։ Իշխանության հրաժարականը պահանջած կաթողիկոսին գահանգեց անելու ու նորին ընտրելու Փաշինյանի գործնական քայլերից հետո լուրեր տարածվեցին, թե նրա թեկնածուն պոլսոհայոց պատրիարք Սահակ Մաշալյանն է։ Քանի դեռ կաթողիկոսը աթոռին է, չպետք է նույնիսկ մտածել նոր կաթողիկոսի մասին։ Պոլսո պատրիարքն այսպես է արձագանքել իր հնարավոր թեկնածությանը։ Կաթողիկոսի դեմ Փաշինյանի հարձակումը ըստ arczepiskopos Մաշալյանի քաղաքական բնույթի է։ Հայոց կաթողիկոսը Գարեգին II-ն է։ Հոգևորականներն ու հավատացյալները պարտավոր են հնազանդվել, պաշտպանել ու աղոթել հայոց հայրապետի համար, հայտարարել է Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Նշենք նաև, որ այս ուշ ժամին դեռ շարունակվում են Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկությունը։ Թե որտեղ է Սամվել Կարապետյանը հայտնի չէ, և թե ինչ են փնտրում նրա տանը, ևս անհայտ է։